իհարկե մարդ որ եկել էր հայրենիք ու հանգած որևէ հիմնավոր փաստերից մարդուն բռնեցին, տնային հարաբերություն ու դա արդեն ժամանակի տեսակետն է, արույկես ինձ հետաքրքիր է այսօրվա որոշումը ու ես ուզում եմ բացասուրաններ հանրությանը, որովհետև վաղը միսօր կլինեն հրապարակներ, փոքր կլինեն հանրության համար, որովհետև Արտակը Սարգսյանն այն մարդն որ եկել է հանդերում են, որ յուրաքանչյուր հայ սրտով է։ Սա անձամբ իմ կարծիքն է ու սա առաջին դեպքն է, որ ես ինչ-որ մեկի համար դատավարությունից առաջ կանգնած եմ նրա կողքին առավելապես դատարանի դիմաց։ Այսինքն կարծում եք, որ ընդհանրապես հիմքեր չկան իրեն վերագրվող մեղադրանքի հետ կապված։ Դուք տալիս եք հարցեր, որ ես հեռու եմ այդ ասպարեզից, բայց մակերեսորեն որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի ես համարում եմ, որ սա շինծու դատավարությունը, սա տեսակին ու լիդերին մեջտեղից հանելու դատավարություն։ Նորից եմ կրկնում, սա վախի մեծ գալարվող վախի սկիզբը։ Այսինքն ասացիք այստեղ էր հայրենիքին աջակցելու համար։ Հայրենիքի պետք չի աջակցել, պետք է լինել հայրենիքի կողքին։ Հայրենիքը այնքան ուժեղ է, որ այսօր կան մարդիկ արդեն այդ հայրենիքը թույլատում, բայց երևի այս մարդը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է, ու այսօր իր խոսքը ասում։ Հանրություն, տեսնում եք, որ այսօրի մեր մակարդակը շատ լայվ հաղթած է, ինչպես գիտեք, արկալից եղավ մեկ հոգևորական, որը չի ընդունում այդ հանգամանքը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ գնալու եմ այդ Հովանաբանկ, այնտեղ մասը Փաշինյանն է կներեք։ Չէ՞ առաջին Նիկոլ Փաշինյանը։ Մեր դաշանում կար մի հատ Նիկոլ Փաշինյան, բայց ինքը հիմա Ռուսաստանում է։ Չէ, Հայաստանի հաշվետվություն։ Շուրջ ինքն է, չէ իմացած։ Հա, կներեք ձեր խոսքը ընդհատեց ուղղակի։ Գիտեք ինչ, այսօր այդ թեման իմ համար սահում ցավալի է ու ինձ ներվանացնային փաստը իրանք ոնց են վերագրվում եկեղեցին։ Իրանց ճանապարհն է ահավոր թույլ։ Իրենք չեն կարող դա անել։ Այսօր Հովանավանքում ոստիկանությունը հսկում է, որ կարգալույծ եղած քահանան պսակադրություն իրականացնի։ Այսինքն ստացվում է ուղիղ արդեն իսկ ուժայիններն էլ անցել են գործի, անցել են Փաշինյանի քաղաքականության շարունակության։ Ես այդ թեման շատ ցավալի եմ, մի հատ տեսեք համեկում ովքեր են